փորձում ենք ինչ-որ կերպ խթանել, որպեսզի մարդկանց մեջ մտնի այս թենիսը, որտեվ շատ հրաշք մարզաձև է, դա կլինի մեծահասակների, դա կլինի փոքրերի համար շատ օրգանիզմին օգուտ մարզաձև է։ Եկեք ոչ միայն ձևակերպենք օրգանիզմի համար պետքական օգտակար, այլև հենց ինչով է թենիսն առանձնահատուկ։ Ես ձեզ արդեն պատմեցի, որ մեր հյուրերի շրջանում երկու շատ խելացի, շատ իմաստուն մարդ գովերքել են թենիսը, այդտեղից էլ իմ հետաքրքրությունը թե հենց այս մարզաձևը 60+ մարդկանց համար, տարեցների համար ինչքանով է օգտակար եւ արդյոք հեշտ կլինի անցումը, կա տարիքային բան, երբ սկսեն, ոնց սկսեն։ Ես երևի սխալված չեմ լինի, որ ասեմ, որ թենիսը միակ մարզաձևն է, որ ամեն տարիքում կարելի է սկսել թենիս խաղալ։ Դաժե եթե մտածում են, ասենք ուրիշ սպորտաձևեր, որ չէ փոքր ժամանակ ինչ-որ բան պետք է պարապած լիներ, թենիսում այդ խնդիրը չկա։ Դու եկար պարապեցիր, ինչքան քո օրգանիզմը պատրաստ է ծանրաբեռնվածության, ինչքան դու կարողանում ես տեխնիկապես ինչ-որ բաներ ընկալես, այնտեղ պտտացրած հարված կա, կտրած հարված կա, այդ բոլորը սովորեցիր, հա, սկսեցիք խաղալ։ Այբուբենը։ Հա, այբուբենն է, հիմքը ստեղծեցինք, դրանից հետո սկսում եք խաղալ։ Խաղալու ժամանակ դու հասցրեցիր այս գնդակին, խփեցիր, մյուս գնդակը գալիս է, հասցրեցիր, չէ, խաղը կանգնում է։ Ու նորից է սկսում, այսինքն ոչ մի անգամ դու ավել բան չես ծախսում քո, ինչքան քո օրգանիզմը ընդունակ է այդ տվյալ պահին օգտագործելու։ Ես ճիշտ եմ ձեզ հասկանում, եթե ֆուտբոլ խաղալիս դու 40 րոպե պիտի վազես, ընդհատելու այսքան հնարավորություն չունես։ Անընդհատ դու վազում ես, այդտեղ դրա կարիքը չկա։ Դու վազեցիր, հասար ես գնդակին, հաղթեցիր, հանգստանում ես։ Եվ ամեն երկու գեյմը մեկ խաղի ժամանակ նստում եք, հանգստանում եք, ջուր եք խմում, սրբովում եք եւ նորից սկսվում է խաղը։ Այսինքն շատ կարևոր է, որպեսզի զբաղվեն մարդիկ։ Այնտեղ բաները կա, զուգախաղերի խաղը կա, որը որ շատ ընդունված է մեծահասակների մեջ, զուգախաղեր են խաղում կանգնած, ընկերություն է, առողջություն է, երջանք, այդ 1 ժամը, որ գալիս ես թենիս ես խաղում ժամ ու կես, 2 ժամը կտրվում ես քո հոգսերից, քո ինչ-որ ցավերից, ոչ մի բան մոռանում ես, 2 ժամ զբաղվում ես դրանով։ Զուգախաղը, որ 2 հոգի մի կողմում, 2 հոգի։ Այո, 2 հոգի մի կողմում, 2 հոգի մի կողմում։ Շատ հաճելի է լինում, մեկը մեկին օգնելով, մեկը դու չհասցրեցիր, ընկերդ հասցրեց, շատ հետաքրքիր սպորտաձև է, ասեմ ձեզ։ Գագիկ ջան, ասում են, որ բավականին թանկ սպորտաձև է, ասում են, որ թենիսը թանկ սպորտաձև է, ինչ առումով։ Կա տենց բան, ժամավճարով է այնտեղ, ասենք, եթե դու նոր ես գալիս սովորելու, ժամը պետքա 10,000, 15,000 դրամ գումար վճարես, որպեսզի կարողանաս սովորես, բայց մենք կներեք այդ տենիսի լիգայով մի հատ հետաքրքիր բան ենք արել, երեխաներին, ովքեր բերում են պարապմունքի, ասենք վճարում են ամսական ինչ-որ որոշակի գումար, մենք ահագին թեթև ենք այդ ամեն ինչը անում, վճարում են, մենք շաբաթը մի անգամ ծնողներին, ովքեր բերում են երեխեքին պարապելու, շաբաթվա վերջում կես ժամ մտցնում ենք թենիսի դաշտ, ասում ենք եկեք փորձեք, խաղացեք, դա անվճար է։ Խրախուսանք է, թե ստիպողաբար։ Չէ, փորձում ենք ստիպողաբար, բայց ստացվում անեց, որ մի հատ 2 հատ խաղալուց հետո նրանք ասում են, վայ, մեծերի խումբ չունեք, մենք գանք այդ մեծերի խմբում խաղանք, էլի, սովորենք։ Շատ հետաքրքիր բան է, ինձ թվում է հետագայում, երբ որ մենք կարողանանք մեր այդ թենիսի բազան ստեղծենք, մասսայականացնենք, ավելի մասսայականացնենք, ավելի մարդկանց բերենք դրան, էլի, որ կարողանան շարժվել, կարողանան այդ մկաններին նեղություն տալ, մինչև մկանիդ նեղություն չտաս, քո օրգանիզմը նորմալ չի ապրում։ 7 տարեկանից ֆուտբոլով եմ զբաղվել, տարբեր հավաքականներով խաղալով, հետո Արարատ ակումբով ընդեղ եմ խաղացել, Կոտայքում եմ խաղացել եւ ուրեմն հետագայում, որպես ֆուտզալ են ժամանակ նոր էր ստեղծվել, ֆուտզալով 91 թվականին SNG-ի հավաքականի կազմում մասնակցել եմ Իտալիայում աշխարհի առաջնության ու տենց ֆուտբոլով եմ զբաղվել, բայց մենք մի հատ ցենց
Բակում ընկերներով մի հատ բազմամարտ էինք անցկացնում, ասենք ֆուտբոլ, թմերի էինք բաժանվում, ֆուտբոլ էինք խաղում, վոլեյբոլ էինք խաղում, պրեֆերանս էինք խաղում եւ մի ընկեր մցրեց, ասեց եկեք թենիսն էլ մցնենք այդ բազմամարտի մեջ։ Այդ բակային ընկերներով։ Բակային ընկերներով։ Ու ինչից սկսվեց իմ թենիս խաղալել ու խաղացինք այնց հավասար ոչ ոքի էր, գնացինք թենիսի կորտ առաջի անգամ դե ես ֆուտբոլից ֆիզիկապես շատ ուժեղ բան, մի հատ ընկեր ունենք, որը որ կոլոտ, նիհար մտավ դաշտ ինձ հաղթեց։ Բայց թենիսը, այսպես ասած, հասակով մարդու խաղ է։ Այո, բայց մարդը մտավ ինքը պարապել էր, մի 2 տարի էր պարապում էր, մտավ ասենց հաղթեց ու իմ մեջ բան մտավ էլի, սպորտային ջղայնություն էլի, ոնց այդ ընկերը վիճակում ինձ հաղթեց ու սկսեցի թենիսով մի հատ շատ լավ երջանկայի շատակ Կարեն Կյուրեղյան կար, որը որ Հայաստանի թենիսի մեծագույն մարզիչներից էր, Սարգիս Սարգսյանն ա տվել, շատ լավ մարզիկներ ա տվել էլի։ Իր հետ ընկերացանք, ինքն էր իմ հետ պարապում, в общем շատ սիրեցի, հետո կամաց սկսեցի մրցումներ խաղալ, անել եւ անցա թենիսին։ Թենիսի մարզիչ։ Քանի տարի է արդեն ձեր եւ թենիսի, այսպես ասենք, ընկերությունը։ 35 տարի է թենիսով եմ զբաղվում։ Անցած տարի մենք ընկերոջս հետ հիմնեցինք Հայաստանի թենիսի լիգա հասարակական կազմակերպությունը։ Թենիսի պարագայում ինչ մկանախմբեր են աշխատում, այսինքն ավելի շատ բոլոր մկանները, որովհետև թենիս խաղալու ժամանակ դու նենց չի որ մենակ ձեռքդ է աշխատում, չէ, ուսերդ է աշխատում, քո ամբողջ մարմինն է աշխատում, դու հարվածների ժամանակ ամբողջ մարմինով ես խփում, նույնը ձախից, նույնը աջից, այսինքն նենց խմբականակ չկա որ չաշխատի, բոլոր մկանները աշխատում են։ Իսկ առողջական այնպիսի խնդիրներ կամ իրավիճակ, որ հակացուցված է։ Դե ոնց ասեմ, պետքա կամացից սկսել, ասենք շատ միանգամից նագրուսկա չտալ նենց որ ասենք վնաս լինի, կամաց գալիս է նրան, որ արդեն առողջությունը լավանում է, սկսում ես ավելի շատ քայլեր հավաքել, այդ առողջական բանը նորմալանում է օրգանիզմը էլի։ Եթե տարիներով ոչ մի բան չես անում, ուզած այդ քեզ շատ դժվար կլինի։ Դժվար է։ Կամաց բերում ենք նրան, որպեսզի մկաններդ պատրաստ լինեն, որ դու նագրուսկա ստանաս։ Հիմա լիգան պատրաստ է ընդունել ավագ սերնդի ներկայացուցիչներին եւ ովքեր մեզ լսում են, գուցե իրենց դուր եկավ այս գաղափարը, ինչ պիտի ունենան եւ ոնց պիտի ձեզ դիմեն։ Ես ձեզ ասեմ, հիմա ուղղակի այդ դպրոցի դահլիճում, որ մենք այդ պարապմունքները անցկացնում ենք, այնտեղ մենք մաքսիմալ փորձում ենք ստեղծել հարմարավետություն, որպեսզի ասենք բոլոր տարիքային խմբերում կարողանան գան եւ մարզվեն, բայց հիմա մի քիչ ավելի սուղ է մեր բանը, հնարավորությունը, բայց հույս ունենք, որ գարնանը այդ 4 հատ կորտ սարքենք միջազգային չափանիշներին համապատասխան, այդ իմ ընկերը, այդ հիմնադիրը Ռուբեն Նալբանդյան շատ ինքը Մոսկվայից է եկել, իրավաբանական կրթություն ունի, ինքը իրավաբան է եւ ստեղ Թենիսի սիրահար, թե ուղղակի բիզնեսմեն։ Թենիսի սիրահար, իր երեխաները, 4 երեխաները դպրոցում են սովորում, բոլորը գալիս են մարզվում են, իրանց սաղ բարեկամություն, ընկերություն, բոլորը շատ լավ մթնոլորտ է ստեղծվում եւ հույս ունենք, որ դա ավելի կընդլայնվի էլի։